բյուրո համար 6-ը սարքած էր, թե իրական։ Ձեր հետ ինքան կապված է։ Ես ներգրաված եմ եղել դրա հեռուստատեսային պրոդուկտի արտադրմամբ։ Ձեր հարցին չեմ կարող պատասխանել։ Այս ինչ ծանր թեմայի հասանք։ Եղել են մարդիկ, որոնք հստակ ունակություններ ունեն, վստահ կարող եմ ասել, որ դա կա եւ կան մարդիկ, որոնք օժտված են այդ տվյալներով։ Բայց արդյոք այդ պատմությունները իրական էին։ Ցավոք սրտի։ Հայկական մեդիան երբեք սրա մասին չէր պատմում։ Իսկ ինչի փակեցիք կիսաբաց լուսամուտները։ Երևի ձեր մոտ բացառիկ ու առաջին անգամ է, որ դա մեկնաբանում եմ։ Իսկ ինչ էր լինում այդ մարդկանց հետ։ Եղել են բազում դեպքեր, որ մենք խոսում էինք ու ոստիկանությունը պարտավոր էր արձագանքելու, չարձագանքեց եւ եղան ցավոք սրտի դժբախտ ավարտով թողարկումներ։ Եղել է որ կիսաբաց լուսամուտներում որևէ բան բեմադրվի։ Ես չեմ կարծում, որ արդարանալու որևէ անհրաժեշտություն ունեմ եւ իմ խոսելը բացառիկ է։ Հրաչ ջանը, ախր դարձել է մեմ։ Ցավակցում եմ ձեզ այդ առիթով։ Կարող են նույնիսկ մեկնաբանություններում մարդիկ ոգևորվեն, հիմա ասեն թե ինչքան մենք կարեկցող ենք եւ այլն։ Ոչ։ Ողջույն, դուք դիտում եք Homodeus-ը, ես Դավիթն եմ եւ այսօր կիսաբաց լուսամուտների ներքո մեր հյուրն է Հրաչը Մուրադյան։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ հրավերս ընդունեցիք։ Սիրով։ Տեսնելով, որ չեք գնում շատ հարցազրույցների ու ոդքասթների, երևի մի կամ երկու, չէ, մեկ էլ Նազենի Հովհաննիսյանի մոտ եմ գտել հարցազրույց ձեզնից, մեկ էլ շատ հին եմ, որ դուք դեռ շատ նիհար ու երիտասարդ եք։ Շնորհակալ եմ հիշեցնելու համար։ Այդ տարիները։ Հա, Ես չեմ սիրում հարցազրույց տալ, որովհետև միշտ կարծում եմ մարդը, որը եթերում է գրեթե ամեն օր ու իր հարթակում ունի հնարավորություն խոսելու գրեթե ամեն ինչի մասին, ավելորդ անգամ մարդկանց ականջն ու աչքը մազոլ չպիտի անի։ բայց ձեր մասին շատ քիչ նյութեր կա համացանցում, ես ուսումնասիրեցի բավական հարցազրույցներ, գրեթե ոչ մեկում չեն խոսում ձեր մասին եւ գլոբալ շատ քիչ է այնտեղ կոնտենտը ձեր մասին։ Մեծ մասամբ ձեր արած հաղորդումների, պրոյեկտների, ձեր անձնական կյանքի ու մնացածի մասին, անձամբ ձեր մասին շատ քիչ բաներ կան։ Ես կուզեի այսօր խոսեինք ձեր մասին։ Օրինակ մեր հյուրերի հետ շատ հետաքրքիր է ստացվում, երբ իրենք խոսում են իրենց սիրած ֆիլմերի ու երաժշտական նախասիրությունների մասին։ Դուք ֆիլմեր նայում եք։ Ես երևի ինստիտուտի տարիներից հետո կինոն առհասարակ համարել եմ ընտանեկան ժամանցի միջոց, իսկ քանի որ ես ու կինս հաճախ չի, որ իրար հետ հնարավորություն ենք ունենում ֆիլմ նայելու, կինո թատրոն գնալու նկատի ունեմ։ Շատ քիչ ֆիլմեր են իր հետ դիտել, վերջերս մի շոու էր նայում Crown-ը, դրան եմ միացել, մի քանի մասն եմ նայել, Game of Thrones-ի առաջին մասն եմ նայել ու ասել եմ ոնց է դա վերջանալու ու իմ կինը իմ հետ կինո չի սիրում նայել, որովհետև ասում է դու սպոյլ ես անում, անկեղծ ինձ հետաքրքիր են միայն ֆիլմեր, որտեղ ես չեմ կարող կռահել վերջաբանը, իսկ դրանք շատ քիչ են լինում։ Այդ ախնդիրը, որ ես ֆիլմ չեմ նայում։ Երաժշտությունը, ես երաժշտություն մենակ ջիմում եմ լսում, մարզվելից, այս պահին լսում եմ African House։ African House կա տենց բան։ Ահա։ Դա այն Afro House, որ Այո, Afro House-ն է։ Այդ է ինձ դες մոտիվացիա։ Ինչ կա դրա մեջ, որ ձեզ մոտիվացիա։ Շարժում է։ Իր մեջ մի հատ էներգիա կա, որը իմ էներգիայի հետ սինխրոն է, հա, ու ես շատ լավ եմ մարզվում դրա տակ։ Իմ համար մանավանդ մարզումները տենց բացասական էներգիայից ազատվելու տարբերակ է, ոչ միայն մկաններին գեղեցկություն հաղորդելու տարբերակ։ Դրա համար իմ տենց zone out ոնց որ ասվում է, ես zone out եմ լինում, երբ որ պարապում եմ։ Իսկ ոնց է գտնում ժամանակ պարապելու, որ այդ խիտ գրաֆիկի մեջ ամեն առավոտ ես 7-ին արթնանում եմ, աղջկա ստանում եմ մանկապարտեզ եւ հետո դրան հաջորդող 2 ժամը օրվա իմն է։ Ես ինձնով եմ զբաղված անկախ ամեն ինչից։ Բայց հասցնում եք քնել։ Այդ ամենամեծ հարցն է, ինչ այստեղ եմ վերջին 3 շաբաթը մի քանի ժամից թռչկն է, դուք ինձ բռնացրել եք ինքնաթիռից առաջ։ Իմ ամենամեծ խնդիրը հենց չքնելն է ու հենց հիմա հասկանում եմ ինչ գերհոգնած եմ, երազանքս այդ որ մարմինս զգա ինքնաթիռի նստարանը ու ես մի անգամ ես չեմ սպասում ինքնաթիռը տեղից նույնիսկ շարժվի, նստում եմ ու քնում եմ մի անգամ։ Իսկ երկար թռիչք կա սպասվում, կհասցնեք նորմալ քնել։ Այս անգամ թռնում եմ Վարշավա, հետո LA, բայց
բայց մի քանի օր կմնամ Վարշավայում, հա։ Հա, կհասցնեք։ Շատ լավ։ Ուզում էի խոսել, իդեպ անընդհատ մտածում էի ոնց եմ ձեզ դիմելու, պարոն Մուրադյան, թե Հրաչ ջան, հետո Ուղղակի Հրաչ։ Հրաչ ջանը ախր դարձել է մեմ ու մարդիկ իրար առօրյայում նույնիսկ ասենք որ փորձում են ինչ-որ մի բանով դիմել կամ բանանել, մեկ էլ հանկարծ այդտեղ ներկա լինում Հրաչ անորով մարդ, հենց ասում են Հրաչ ջան, ավտոմատ անցնում է կիսաբաց լուսամուտների բան։ Լավագույն դեպքում մենակ Հրաչ անունով ինչ որ մեկին որ գտնում ես, գիտեմ որ ինչ որ պրոբլեմա լինում կամ ինչ որ կերպ ուզում են այդ խնդիրը այտենց առանձնացնել, ասում են վերջում Հրաչ ջան, շոյված եմ, ինչ որևէ մեկս ոչինչ չի արել ու այսօր առավոտյան Մարգարիտայի հետ էի Գրիգորյան խոսում, նախքին հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենը, ինձ շատ հարազատ մարդ, ասում է ժողովրդականությունը հենց դու ես, իր խոսքերն եմ մեջբերում, որ իսկականից ես էլ երբեք չեմ մտածել, որովհետև առաջին անգամ երբ որ ես հասկացա, որ ես ինչ որ մի բան եմ արել, իսկ իմ մի բան անելը էս ա եղել, ես միշտ գլուխս կախ աշխատել եմ ու հարցազրույցն էլ չտառնել հենց դրա վկայության, ես չեմ սիրում ուշադրության կենտրոնում լինել առհասարակ, որքան էլ գուցե տենց տպավորություն եմ թողում, իմ համար միշտ եղել է կարևոր իմ աշխատանքը, իմ թիմում աշխատած տասնյակից ավել մարդիկ կհաստատեն դրա մասին, որ ես առավոտից գիշեր եղել եմ հեռուստատեսությունում, միակ տեղը որ գնացել եմ 14 տարիների ընթացքում դա եղել է մարզասրահը ու այդ 2 ժամը որ ինձ տրամադրել եմ ու տուն։ Բայց այտենց աշխատելու մոտիվացիան որն է։ Երբ որ դու օգնում ես մարդկանց ու ես չեմ ուզում հիմա պրիմիտիվացնեմ այս խոսակցությունը, ես ուզում եմ հասկանաք, որ ինքը մի հատ տեղ է գալիս, որ ես էլ չգիտեի, որ դու տեղ կարող ես լինել, երբ որ դու հասկանում ես մարդը եկել է ու ունի ընդամենը 1 ժամ քո հետ անցկացնելու, դու անում ես քո մաքսիմումը, որ այդ ձեր հանդիպումը, որովհետև քեզանից է կախված։ Ոնց որ հենց հիմա մենք ունենք իրար հետ անցկացնելու մի ժամ։ Ես կարող եմ ձեր ծրագիրը հետաքրքիր դարձնել իրականում բացվելով, ես կարող եմ անհետաքրքիր լինել ու դուք տենց հերթական ճիճկան կդնեք, որտեվ ես եկել էի, ինչքան էլ որ դա դժվար է եղել կազմակերպելը։ Իմ համար հաճելի կլինի, որ դուք ինձ ճանաչեք, ես ձեզ ճանաչեմ այս զրույցից հետո։ Այսինքն, եթե այդ մարդու հետ դու ունես ինչ-որ տեղ խաչվելու ու հատվելու, այդ հանդիպումը ինչ որ տպավորություն պիտի թողի մանավանդ մարդկանց, ովքեր պատկերացրեք օրինակ 60 տարեկան են, մայրաքաղաքում առաջին անգամ են եղել։ Ու երբ որ դու խորանում ես, դու չես ապրում հազարավոր կիլոմետրեր տարածք ունեցող երկրում, դու ապրում ես ամենահեռուն 4 ժամ, մի կետից մյուսը, ու երբ որ մարդը քո մայրաքաղաքում, քո Հայաստանի Հանրապետության քաղաքացին Երևանում չի եղել 60 տարեկան լինելով, կամ Սևանը երբեք չի տեսել, կամ իր գյուղից դուրս գնացել է միայն մարզկենտրոն, դու հասկանում ես, որ այդ մարդու կյանքում կարա այս հանդիպումը ինչ-որ մի բան փոխի։ Համենայն դեպս դու դա կփորձես անել։ Ես այդ մտածելակերպով եմ եղել ու ես 14 տարի այդ մարդկանց տվել եմ իմ մաքսիմումը ու բացարձակ ուշադրություն չեմ դարձրել, թե հասարակությունը ինչպես է դա վերլուծում ու դրան վերաբերում։ Չեք նայում, չեք կարդում կոմենտներ։ Բացարձակ դա ինձ չի վերաբերում, դա մարդկային մոտեցումներն են, մարդիկ էլ ազատ են իրենց կարծիքների, մտածելու եւ ցանկությունների մեջ։ Ռեյտինգներն ամեն ինչ ասում են։ Ես թվերի հետ երբեք գործ չեմ ունեցել։ Մենեջմենտը գոհ է եղել, ես երջանիկ, որ մենեջմենտը գոհ է, գովազդատուները նույնպես ուրախ են եղել ու ամեն ինչ իր հունով գնացել է։ Ես բացառիկ հնարավորություն եմ ունեցել անելու այն, ինչ որ երբեք չեմ կարծել, որ հնարավոր է լինել, հնարավոր է եղել անելու, որովհետև ես ունեցել եմ նույն փորձառությունը հանրային հեռուստատեսությունում առաջին հայկական թոք-շոուն վարելու ու բոլորը գիտեին, որ դա սարքած էր, ժողովրդական լեզվով ասած, դերասաններ էին այնտեղ։ Որ հաղորդման մասին էր խոսքը, կներեք։ Բաց նախագծի մասին է խոսքը, դրան հաջորդեցին օտար խաղերը եւ բազում նմանատիպ նախագծեր մեր բոլոր հեռուստաալիքների եթերում շատ է։ Կիսաբաց լուսամուտների հետ մի քանի նախագիծ համենայն դեպս եղել է։
բոլոր առաջատար հեռուստաալիքներում։ Բայց մասսայական հասարակությունը, ավելի լայն հասարակությունը ձեզ ճանաչել է հենց կիսաբաց լուսամուտներից ու ոնց որ չկար Հրաչ Մուրադյան մեր կյանքում, մեկ էլ հայտնվեց Հրաչ Մուրադյան մեր կյանքում ու Ցավակցում եմ ձեզ այդ առիթով։ կիսաբաց լուսամուտներով որտեղ եք մինչև կիսաբաց լուսամուտներ, մինչև առաջի թոք-շոուն վարելը։ Ես 14 տարեկանից եղել եմ հեռուստատեսությունում, իսկ մինչև այդտեղ ապրել եմ իմ ընտանիքը Մոսկվայում, մենք վերադարձել ենք եւ դա իմ ամենամեծ ստրեսերից մեկն է երևի թե եղել, որովհետեւ ինձ չէին պատրաստել, որ ես ինչ-որ մի կետում Մոսկվայից հայտնվելու եմ Չարբախում ու լրիվ ուրիշ իրականության մեջ ապրեմ, որովհետեւ ես ծանոթ չեմ եղել դրան։ Խոսքը սև շալվարների ու ծիծակ կոշիկների մասին չէ, խոսքը դրանք կրող մարդկանց մտածելակերպի մասին է, իսկ չմոռանանք, որ դա 90-ականների վերջներ եւ հարցերի մեծամասնությունը լուծվում էր դպրոցի հետևում։ Prime time-ներ այդ ամեն ինչի։ Ես ունեի հորեղբոր տղաներ, որոնք ինձ արագ իհարկե ադապտացրեցին, այսինքն այնպես չի որ փողոցում ես խնդիր եմ երբևէ ունեցել, դրա մասին չի խոսքը։ Ես ինձ համարում եմ ինչ որտեղ Չարբախցի, համենայն դեպս դրա կրողը, հա, եթե մենք տենց տեղանք սիրում ենք տեղանքներով բաժանել մարդկանց, ուրեմն ես էլ ինչ որ միտեղ, հա, Չարբախցի եմ։ Չարբախի հավաքականում հաստատ կընդգրկվեիք։ Կապ ունի ինչի հավաքականում։ Ինձ ճիշտ ասած հետաքրքրում է նաև թե ոնց ստեղծվեց հենց թոք-շոուների ուղղությամբ գնալու գաղափարը, արդյոք եղել է ձեր նպատակը, թե դա ուղղակի հանգամանքների բերումով ստացվեց։ Եկեք, ես ձեզ պատմեմ մի սկզբանե, ոնց է ինձ արվել կիսաբաց լուսամուտները ATV եթերը լցնելու, այսինքն լինեին գծային եթեր ենք մենք դա ասում, գծայինը այն է, որ շաբաթվա աշխատանքային օրերին կոնկրետ ժամի բոլոր օրերին լինում է այդ ծրագիրը, դա կոչվում է գծային եթեր։ Լուրերի թողարկումը կարող է լինի թոք-շոուն, ATV-ն որոշել էր թոք-շոու անել։ Ես ունեի այդ ժամանակ այլ հեռուստաալիքի հետ, դե բավական երկար դադարից հետո ես վերադարձել հեռուստատեսություն, հանրային հեռուստատեսությունից գնալուց հետո ես միայն ռադիոյում էի աշխատում, իսկ առհասարակ սկսել եմ ռադիոյից ու դա սկիզբը եղել է Հայ FM-ում։ Եթե հետաքրքիր է այդ առիթը պատմեք կպատ։ Երբ որ ես եկել էի ու այդ Մոսկվայի մեծացած տղայի մտածելակերպով էի ու Չարբախում փորձում էի ինչ-որ մի բանից կտրվեի հոգեբանորեն, լսում էի հայկական FM առաջին ռադիոկայանը, որը կոչվում էր Հայ FM։ Նույնիսկ չգիտեմ հիմա կա թե չկա։ Մի օր ես 15 էի կամ 16 էի արդեն, թակեցի ռադիոյի դուռը ու ասացի բարև ձեզ, ես եկել եմ ձեր մոտ աշխատելու։ Անահիտ Թարխանյանն էր, հայտնի ճարտարապետ Արտուր Թարխանյանի աղջիկով, ղեկավարում էր Հայ FM-ը, ինքը երևի թե չէր սպասում, որ թինեյջեր ինչ-որ տղա կարա գա ու իրան տենց բան անի, ինձ տվեցին այդ հնարավորություն նախ տեսնելու թե ռադիոն ներսից ոնց է աշխատում, իսկ իմ համար ռադիոն լրիվ ուրիշ աշխարհ էր։ Ու հա, ես հայտնվեցի, հետո կարճ ժամանակ անց, շատ կարճ ժամանակ անց եթերում այդտեղից սկսվեց, հետո արհերուստաընկերությունն էր, որը ինձ հրավիրեց իդեպ հաղորդումը երիտասարդական անելու, դրանից հետո ես գնացի Արմենակոպ, ներկայիս ATV հաճախականությունում Արմեն Ամիրյանի հեռուստաալիքներ, հետո ստացա արդեն հանրային հեռուստատեսությունից առաջարկը Տիգրաններ Նաղդալյան առաջարկի հեղինակ էր, որ արվում էր առաջին երաժշտական ալիքը հանրային հեռուստատեսության կողմից, ղեկավարում էր Հրաչ Քեշիշյան, եղավ առաջարկը, ես այդ ժամանակ արդեն ռուսկե ռադիոյում էի աշխատում, շատ արագ էր փոխվում ամեն ինչ, գնացի հմեկ, զուգահեռ սովորում էի այդ ընթացքում Թատերական ինստիտուտում, իդեպ ես կասկածում էի, այսինքն տատանվում էի ու գնալ համալսարանի ժուրնալիստիկայի բաժին, թե Թատերական ինստիտուտ, եւ Թատերականը վերջնական որոշումս եղավ, որովհետեւ Թատերականում հայերենի քննություն չկար, իսկ իմ ուսանելու լեզուն ռուսերենն է եղել, հիմա շատերը նույնիսկ չեն էլ հավատում, երբ որ հայերեն եմ խոսում, բայց մենք կարող ենք թելադրություն գրել հիմա եւ ես դες կապացուցեմ, որ ես գիտեմ հայերեն։ Չէ, վստահ չեմ, բայց ես ասում եմ ես չեմ սիրում համեմատվել առհասարակ եւ
կրելը իմ չափորոշիչների մեջ չի մտնում, եթե դες նկատի ունեմ, թե ինչ-որ մեկը կասկածում է, որ ես հայերեն գիտեմ, ես կարող եմ դա ապացուցել, բայց թե դուք ինձանից լավ գիտեք կամ ես ձեզանից իմ ցանկությունը դա ապացուցելը չէ, հա, բացարձակ։ Ու այդպես եղավ նաև վերադառնամ Մաթիվի։ Եղավ այդ առաջարկը, ես զուգահեռ աշխատում էի 2 հեռուստաալիքներում, ժամանակին կիսաբաց լուսամուտների պրոդյուսերը Հրաչներ Քեշիշյան, խմբագիրը Արտակներ Ալեքսանյան, այսինքն դա իմ ուսերին չի եղել բացարձակ եւ սկզբնական շրջանում ես եղել եմ միայն հաղորդավարը։ Եվ ժամանակ անց միայն ամբողջ բեռը մնաց իմ ուսերին, երբ որ իմ ընկերները Հրաչն ու Արտակը գնացին։ Իսկ քանի տարի արդեն լուսաբաց կա, կիսաբաց լուսամուտները կա։ Կիսաբաց լուսամուտները 14 տարվա կյանք ա ունեցել ու մենք թիմով ենք որոշել, որ մենք այլևս Հիմա չկա։ Չէ, վերջին 3 տարին իդեպ։ Ինչպես բոլոր նորմալ մարդիկ, բոլորս էլ ժամանակ առ ժամանակ ունենում ենք մոտիվացիայի հետ խնդիրներ։ Եվ դա նորմալ է, քանի որ շատերս սխալ ենք պատկերացնում, թե ինչ է իրականում մոտիվացիան, եւ հենց այդ պատճառով էլ ես գրել եմ գրողի տարած մոտիվացիա գիրքը։ Գիրքը չի պատմում սովորական մանտրաներ այն մասին, թե պետք է բոլորը ձգտեն առաջ գնալ եւ հասնեն մեծ բարձունքների, որովհետեւ դա է կյանքի իմաստը։ Գիրքն այն մասին է, թե ինչպես ձևակերպել մոտիվացիան եւ դարձնել այն բանաձև ձեր կյանքում, որը կախված չի լինի ոգևորությունից, լավ տրամադրությունից կամ այլ կողմնակի հանգամանքներից։ Գրքում նկարագրված են գիտական փորձեր եւ ուսումնասիրություններ այն մասին, թե ինչպես է մարդկանց մոտ առաջանում մոտիվացիան, եւ այս գիրքը կարելի է համարել առաջին գիրքը, որը գրվել է հենց մոտիվացիայի մասին։ Եթե բնակվում եք արտասահմանում, գիրքը կարող եք ձեռք բերել անկյունում նշված QR կոդով անցնելով Bookinist-ի կայք։ Եթե դեռ վերջնականապես չեք կորցրել մոտիվացիան ու կարող եք տանից դուրս գալ ու գնալ գրախանութ, ապա գիրքը կարող եք ձեռք բերել Bookinist գրախանութների ցանցից եւ մնացած բոլոր այլ գրախանութներից։ Գիրքը ձեռք բերելով դուք նաև կաջակցեք այս ոդքասթին, որպեսզի այն լինի մշտական եւ որակյալ։ Շնորհակալություն։ Մեր տպավորություններում դեռ չի մարել, որ դեռ գնում է կիսաբաց լուսամուտները, որովհետեւ անընդհատ ինչ որ վիդեոներ են վերցնում, էդիտներ են սարքում ու TikTok-ում, Instagram-ում տարածում են։ Զումերները հատկապես նոր շունչ տվեցին կիսաբաց լուսամուտներին, որովհետեւ ինքը ջարդում է այն բոլոր վարակույրներն ու ցույց է տալիս դրա հետևում կատարվողը։ Մենք ինձ թվում է մի օր վերջապես հնարավորություն կունենանք կանգնելու ու այդ հայլու առաջ նայելուց հայլուն չմեղադրելուց, որովհետեւ հայլին չի էլի մեղավորը, մենք արտացոլանքը մերն է, երբ որ մենք խնդիր ենք տեսնում այդ մարդկանց մեջ, խնդիրը մեր մեջ է, ոչ թե այդ մարդկանց, որովհետեւ շատ հաճախ այդ մարդիկ նույն հնարավորությունը չեն ունեցել, ինչ որ մենք որոշում կայացնելիս կամ կյանքում առաջ գնալիս ու մարդկանց մեղադրել ու հատկապես բառը շատ փարթամ ճակերտների մեջ եմ դնում էլիտար զանգվածը մեր ազգաբնակչության, որոնք փիֆ են անում մարդկանց, ում նաև իրենց գիտելիքով պետք է առաջ տանեին, ոչ թե հարվածային ու ներքև գցեին։ Ինձ զարմացնում են այդ մարդիկ, երբ իրենք լուրջ դեմքի արտահայտությամբ խոսում են մարդասիրությունից եւ ցույց են տալիս, թե որքան կենթանասեր են իրենք։ Ինձ այդ մարդիկ պարզապես քմծիծաղ տալու առիթ են տալիս։ Մարդասիրությունն ու այսօր այդ ենք խոսում, որ կնոջս հետ խոսում էի նրա մասին, որ ասում էր, դե ես կռիցներ ու մկներ չեմ սիրում, ասում շատ հետաքրքիր միտք կա, ասում մենք սիրում ենք եւ խղճում ենք այն, ինչը մեզ դուր է գալիս եւ մեզ համար սիրուն է։ Եվ ինչը դգեղ է, մենք դրան ոչ կարեկցում ենք, ոչ էլ հենց իսկական սիրելն ու իսկական մարդասիրությունն ու կարեկցանքը հենց այդտեղ է արտահայտվում, երբ դու պատրաստ ես կարեկցել մի բանի, որը էսթետիկ չի։ Անցած օրը Խազեր մրցանակաբաշխությանը Նուրը մի հետաքրքիր իր հետ բերել, որը ճանճ է, այսինքն չասեմ քանդակ, ասեմ արվեստի գործ, ինքը ճանճ էր, որը բացվում էր ու դառնում էր ակնոց եւ աչքի փոխարեն ապակու կտորներ էին, որոնք ապահովում էին ճանճի տեսողությունը եւ դա սիրո ամենամեծ դրսևորումն էր ու բացատրությունը դա ամենաատելի էակը աշխարհում ճանճն է։ Երբ որ դու փորձում ես ճանճի աչքերով նայել աշխարհին, դու տեսնում ես քո համար ամենաատելի տեսակի
տեսանկյունը թե ոնց է ինքը նայում այդ ամենը իմ համար դա շատ խորն էր եւ գնահատելի նաեւ մենք հանդուրժող ազգ չենք մենք ընկածին բարձրացողը չենք եւ կարող են նույնիսկ մեկնաբանություններում մարդիկ ոգևորվեն հիմա ասեն թե ինչքան մենք կարեկցող ենք եւ այլն ոչ ես շատ եմ ուրախանում երբ որ առիթներ են լինում ու ցավոք սրտի դրանք շատ վատ իրադարձություններն են ազգի համար, երբ որ մենք համախմբվում ենք, բայց դրանից հետո մենք էլի բոլորս իրար կորցնում ենք։ Մենք հիմա ինձ համար ամենայնպես հասկանալի է, որ մենք իրար կորցրել ենք, դրա համար էս վիճակում ենք։ Մենք իրար ոչ տեսնում ենք, ոչ լսում ենք եւ երբ որ չկա դիմացինին իր ցանկություններով տեղ տալու հնարավորություն չի լինելու երկխոսից։ Իսկ ինչի փակեցիք կիսաբաց լուսամուտները, որովհետև կիսաբաց լուսամուտները հերոստատեսությունում էր 14 տարի, ոչ թե մի ամբողջ երկրում եւ ազգային ժողովի մարդիկ նրանք ոնց որ պատգամավոր են ասում, եթե չեմ սխալվում, երբ իրար ասում են դուք կիսաբաց լուսամուտներում չեք ու դա ոչ միշտ որ լավ լույսի ներքո է ասվում ինձ համար ցինիզմի գագաթնակետն է երբ որ քո երես փոխանները ովքեր պարտավոր են այդ մարդկանց որպիսությամբ հետաքրքրվելու իրար անուն են դնում պիտակավորելով որ դուք կիսաբաց լուսամուտներից չեք որևէ քաղաքակիրթ աշխարհում երբ որ քո երկրի գլխավոր ամբիոնում նման բան ասվեր չեմ կարծում որ գիտակի ժողովուրդ դա հանդուրժեր հիմա մենք ապրում ենք այնտեղ որտեղ որ ապրում ենք եւ խնդրում եմ չքաղաքականացնել որովհետեւ իրականում կիսաբաց լուսամուտներ գոռացողները եղել են բոլոր նստաշրջաններում խոսքը միայն վերջինի մասին չի էլի ու փակեցիք որովհետեւ ձեզ ինչ որ բան խանգարում էր թե դուք որոշում կայացրեցիք որ կան լեգենդներ որ մեզ փակել են բայց երևի ձեր մոտ բացառիկ ու առաջին անգամա որ դա մեկնաբանում են որևէ մեկը չի փակել դա թիմի որոշումն է եղել եւ թիմ ասելով նկատի ունեմ խարիսխները ում վրա կառուցած է եղել այդ ծրագիրը այսինքն եղել են մարդիկ իհարկե որոնք միացել են տարբեր տարիներին թիմին բայց եղել է հիմնական ղեկավար մարդկանց կորիզը որոնք այդ որոշումը ինձ հետ հավասար կայացրել են ես տենց ասող ղեկավար չեմ եղել ես կլոր սեղանին նստող մի խումբ մարդկանց հետ ընդհանուր որոշում կայացնող մի խմբին եմ պատկանել որը կոչվել է կիսաբաց լուսամուտների թիմ Իսկ ինչ էր լինում այդ մարդկանց հետ հաղորդումից հետո իրենք իրենց պատմություններն էին պատմում ինչ որ ամփոփում էր լինում բայց ամեն ամիս հետո ինչ էր լինում այդ մարդկանց հետ տեսեք մենք իրանք տալիս էինք անվճար խորհրդատվություն հոգեբանների իրավաբանների ավելորդ եմ նույնիսկ համարում խոսելու են օգնությունների քանակի մասին որը արվել է այն մի քանի տասնյակ տների մասին որոնք մենք նվիրել ենք ու կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամը հնարավորություն է ունեցել ամենատարբեր երեկոների ընթացքում դրամահավաքների շնորհիվ ունենալու այդ միջոցներն անելու իդեպ ինձ չկա շաբաթ որ առաջարկ չանեն կիսաբաց լուսամուտները վերադարձնելու ուղղակի բարերարները մարդիկ որոնք հեռուստատեսության հետ կապ ունեն բայց այս շրջանում պատասխանը ոչ է հաստատ եմ ասում որովհետև ես ներկա իրավիճակում չեմ տեսնում դրա անհրաժեշտությունը Իսկ այս բանը ինչ պրոյեկտներ եք անում Ես այսօր ներգրաված եմ բաց թեմայում որը նույն կիսաբաց լուսամուտների թիմի աշխատանքի արդյունքն է իհարկե այդքան մեծ չի թիմը ոնց որ կիսաբաց լուսամուտների դեպքում բայց հիմնական կորիզը ում քիչ առաջ ակնարկում էի այսօր բաց թեման է անում ես չգիտեմ սա երբ է հեռարձակվելու բայց վերջին նկարահանմանս օրը մենք ունեցել ենք նոր նախագծի նկարահանում կոչվում է բաց սիրտը դա հանդիպում է հայտնի մարդկանց ու նրանց ընտանիքների հետ նույն գծի վրա երկու շաբաթը մեկ մենք ունենալու ենք բաց թեմայի հետ զուգակցված այդ թողարկումները հիմա դա հետո չգիտեմ ու ԱՄՆ եք գնում այնտեղ էլ ինչ Դե ես Միացյալ Նահանգներում եմ ապրում վերջին 10 տարին դա այսպես ասած շատ բաց ինֆորմացիա չէր կիսաբաց լուսամուտները ամեն օր եթերում էր բայց ես
երբեք չի եղել, որ հաստատված լինեմ մի կետում, դա լինի Միացյալ Նահանգները կամ Երևանը։ Հիմա գնում եմ ուղիղ 21 օր հետո կվերադառնամ եւ այդ դեպքում մի քիչ դժվար է ասել հիմա որտեղ եմ ապրում ես Հայաստանում, թե Միացյալ Նահանգներում։ Իսկ կիսաբաց լուսամուտների վերադառնալով եղել է, որ կիսաբաց լուսամուտներում որևէ բան բեմադրվի, թեկուզ սկզբում ամենաերբ Բացառվում է։ չէր այդքան։ Երբևէ իմ սկզբունքն է եղել, որ կիսաբաց լուսամուտները երբեք նման ֆորմատով չի աշխատի եւ ի սկզբանե կանխատեսվում էր, որ դա լավագույն դեպքում կունենա 1 տարվա կյանք, բայց եղավ այն, ինչ եղավ։ Այդքան մարդկանց գտնել, այդքան պատմություններ, դրանք Մենք երբեք խնդիր չենք ունեցել հյուրերի։ Մինչև օրս մեծ հոսք կա մարդկանց, ովքեր ցանկություն ունեն պատմելու իրենց պատմությունն ու խոսելու իրենց։ Եվ տեսեք, հայկական հեռուստատեսությունը միշտ ավելորդ շղարժ է դրել ցանկացած թեմայի վրա։ Մենք երևի թե չեմ ուզում ասեմ միակն ենք եղել, բայց համենայն դեպս դրանցից մեկն ենք եղել, որոնք պատմությունը ցույց են տվել, ոնց որ կա, մարդկանց հնարավորություն են տվել իրական լինելու։ Իսկ այդ իրականությունը ամենադժվարն է նախ ստանալը, երկրորդը նայելը, տեսնելը ու հավատալը։ Որտեղից էին այդ խոսակցությունները, որ կիսաբաց լուսամուտներում դերասաններ էին, որովհետև մարդիկ իրենց շատ ավելի հեշտ են ավելի մարսում այդ ինֆորմացիան, որ դու մտածում ես դերասանա, ոչ թե իրականություն է, ինքը տենց չի ցավացնում, բայց հետո որ մեր երկրում երբ որ յուրաքանչյուր երրորդի շնորհիվ դու հնարավորություն կունենաս ծանոթ դուրս գալու, հասկանում ես, որ չէ, դե մի օր միտեղից դուրս կգար էլի, որ այդ մարդիկ իրական չեն։ Ի վերջո ցանկացած կետում հիմա դու կարող ես գնալ այդ մեր ու մենք գյուղերով, տներով, տարածքներով միշտ ասել ենք որտեղից են այդ մարդիկ, եթե ցանկացած մարդ որը կասկածել է, կարող է ուղղակի, չգիտեմ, Մղչյան գյուղ ուղևորվեր ու տեսներ այնտեղ կա այդ ընտանիքը, որին նախորդ երեկո ցույց էին տալիս։ Հիմա կիսաբաց լուսամուտները տեղափոխվել է TikTok, համացանց ավելի կոնկրետ, ավելի ընդլայնված որ ասեմ։ Եթե հիմա չկա կիսաբաց լուսամուտները, եթեր դուրս չի գալիս, բայց մեր կյանքում չի պակասել այդ ամենը, որովհետև ըստ երևույթին հիմա այս համատարած ռուպրը բոլորի ձեռքին վիճակում բոլորը չեն կաշկանդվում պատմել իրենց անձնական կյանքի խնդիրներից, դուրս բերել իրենց կեղտոտ սպիտակ եղենը, պատմել դրա մասին, նույնիսկ դրանից շոու սարքել, հետո դրա շուրջ ինչ-որ մոնետիզացիա կազմակերպել եւ այլն։ Հասկացաք չէ, որ իմ լինելով չէր դա պայմանավորված, այսինքն մարդիկ պատրաստ էին դրան եւ որ զարմանում էին, թե ոնց են մարդիկ գալիս հանրայնացնում իրենց շատ ինտիմ նուրբ կետերը ու դրվագները կյանքի, հիմա անհրաժեշտությունը չկա կապողողակ հեռուստատեսության, այս դեպքում կիսաբաց լուսամուտների մարդիկ ինքնուրույն դա անում են, դրա համար եմ ասում, անհրաժեշտությունը չկա կիսաբաց լուսամուտների։ Այդ նույն մարդիկ հեռախոսով իրենց հեռախոսով առանց ֆիլտրի հնարավորություն ունեն ցույց տալու դա եւ մի տարբերության, որ էքսպերտները կոմենտներում են եւ միշտ չի որ նրանց ձայնը լսելի է։ Հա, բայց միևնույն ժամանակ այդ հոգեբանության դպրոցը ու իրավաբանության դպրոցը շատերի համար լսելի ու հասկանալի դարձավ, այդ թվում նաև կիսաբաց լուսամուտների շնորհիվ, երբ որ մենք շատ երկար ու բարդ աշխատանք ենք ունեցել մասնագետների հետ, որովհետև նրանք ունեին մասնագիտական լեքսիկոն, նրանք հեռուստատեսային չէին, այդ մասնագետներից յուրաքանչյուրի հետ խոսեք, նրանք վստահ եմ ձեզ կպատմեն պատմություններ ու շատ, թե ինչպես եմ ես անձամբ դրա մեջ մասնակցություն ունեցել, որ դա հեռուստատեսային չի եւ դուք պիտի միջին վիճակագրական բառապաշարով տվյալներ ունեցող մարդուն հասկանալի հայերենով բացատրեք։ Իսկ ոնց էին ընտրվում պատմությունները, ոնց որ ասացիք, շատ էին դիմում մարդիկ այդ շրջանում, հատկապես պիկի ժամանակ, երբ ամենահայտնի ժամանակներն էին կիսաբաց լուսամուտների, համոզված եմ շատ ավելի շատ դիմում էին, քան կարող էիք նկարել։ Իսկ ոնց էիք ընտրում պատմությունները։ Ես նորից ուզում եմ ասել, որ դա միայն իմ աշխատանքը չի եղել եւ կան փուլեր, որտեղ ես ընդհանրապես ներգրաված չեմ եղել եւ պետքա ուղղակիորեն շնորհակալություն հայտնել են մարդկանց, ովքեր իրենց աշխատանքը արել են դրան, խմբագրական կազմն ա եղել, գծային պրոդյուսերներն են եղել, ռեժիսորն ա եղել, որը ամփոփող Արտուր Աղոյան ամբողջ
Սկզբից մինչև պատմության եւ այդ խարիսխներից ասելով նաեւ նրան նկատի ունեմ հերոստատեսային ղեկավարները մենեջերներն են եղել որոնք փոխվել են այդ իմ ATV-ում լինելու տարիներին առնվազն 4-ին դիմավորել եւ ճանապարհել եմ եւ այդպես այսինքն ամբողջ դափնիները հաջողության շատ սխալա որ իմ ուսերին են դնում չնայած լուտանքների մեծամասնությունը իմ վրա է եղել եւ ես հասկանում եմ որ ինձ են տեսելու իրանց թվացել է որ ես անձամբ եղել եմ այդ բոլոր մարդկանց տանը այդ շրջել եմ բոլոր գյուղերում իդեպ մի անգամ նոր դիմահարդար էր եկել եւ ընկերներից մեկի տատիկը դե բնականաբար չկար տատիկ, որը թե անտարբեր էր կիսաբաց լուսամուտների հանդեպ, ես միշտ ինձ չեն ասում, վայ ես դեր շատ եմ սիրում, ինձ միշտ ասում են տատիկս շատ է սիրում, մամաս կամ տատիկս դեր շատ է սիրում, այս կիսակատակ ընդունեք, բայց դիմահարդար էինք փոխել ու տարբեր լույսերի դեպքում տարբեր գույն են անում մաշկդ, որպեսզի մանավանդ տեսակ հերոստաշոուների ժամանակ եւ ինքը լավ չէր բռնեգույնը տպավորություն էր որ ես կարմրած եմ արևահարված եմ տատին ընկերոջս տատին ասել էր որ ես խեղճտղես գնաց դաշտերում նայ ոնց է վառվել հիմա այդ պատմությունը ես չեմ եղել այդ նկարահանումներին ես եղել եմ միայն ամփոփումների ժամանակ երբ որ ինչ որ շրջան մենք օգնություն էինք տանում եւ ես տեղ էի հասցնում դա էլ դադարեցրեցի ինքս իմ որոշմամբ որովհետեւ էլի այդ ժամանակ ուշադրությունը գալիս էր ին վրա եւ սկսում էին շնորհակալությունները դեպի ինձ գալ ու ես կարծեցի որ դա սխալ է ես չէի կարողանում բացատրել որ ես ընդհանրապես կամուրջն եմ եւ ծրագրի դեմքն եմ որը գալիս է ներկա լինելու այդտեղ մարդկանց թվում էր որ դա անմիջականորեն իմ օգնությունն է եւ սկսեցին կրկին լրագրողները գնալ այդ օգնությունները տանելու ես միայն հովանավորների հետ էի ներկա մեծ նվերների դեպքում տները մեքենաները եւ չգիտեմ ջերմոցները որոնք կառուցում էինք որոնք տարբեր գյուղերում աշխատատեղերի հնարավորություն են տվել ոչ միայն այդ ընտանիքին, որին մենք օգնել ենք, այլև հարևաններին։ Գիտեք, հայկական մեդիան երբեք սրա մասին չէր պատմում։ Մեր թերթերը շատ հաճախ գրում էին այն մասին, թե ինչ խայտառակություն է դա, մոռանալով, որ դրա տակ շատ լուրջ աշխատանք էր անում։ Ես երբեք չեմ խոսել այդ մասին, ես երբեք չեմ պատասխանել այդ մեղադրանքներին, թողել եմ ուղղակիորեն մարդիկ անեն իրենց աշխատանքը ստանան տարբեր քաղաքական ուժերից այն գումարները, որոնցով առաջնորդվում են եւ բացարձակ խնդիր չունեմ, որովհետեւ երբ որ դու պատասխանում ես, սկսում ես արդարացողի դերում լինել։ Իսկ ես արդարանում ոչինչ չունեմ, եթե իրանք կարծում են, որ դա այդպես է։ Խնդիր մի կողմից իմ աշխատանքն է, որը անհրաժեշտության դեպքում ես ցույց կտամ, մյուս կամ ցույց եմ տվել։ Մյուս կողմից ձեր զուտ խոսքերը։ Խոսքով անիմաստ հրաչին մեղադրում էին նարցիսիզմի մեջ, այդ մասին շատ կային հոդվածներ ինտերնետում ու դրա մասին էին շատ գրում ու անընդհատ ստիպված ես մերժել ու ասել, որ հարգելիներս, եթե ես դրա մասին չեմ խոսում կամ ինչ-որ բան ցույց չեմ տալիս, դա դեռ չի նշանակում, որ դա չկա։ Նարցիսիզմի մեջ մեղադրանքները չէի լսել իմ հասցեին, բայց եթե էդ էլ ա եղել, ուրեմն։ Ես չեմ ուզում ասել ես հետաքրքրված չեմ եղել։ Ես զբաղված եմ եղել իմ աշխատանքով ու ինձ համար բացարձակ ժամանակ չի եղել մեկնաբանելու մի բան, որը էական բացարձակ ինձ համար արժեք չունեցող է։ Եթե չկա հիմք եւ դա մատից ծծած է, ես ինչի պիտի մեկնաբանեմ ինչ որ մեկի ինչ որ բան է։ Երևակայությունը։ Homodeus podcast-ը ամբողջովին նկարահանվում եւ արտադրվում է Spin Ideas Agency-ում։ Այստեղ կարող եք ոչ միայն նկարահանել ձեր podcast-ները, այլ նաեւ կարող եք ձեռք բերել ծառայություններ ձեր ընկերության մարքեթինգի, բրենդինգի եւ այլ ուղղություններով։ Ծառայություններից օգտվելու համար գոյություն ունի ստանդարտ արժեք եւ հատուկ արժեք, որը տրամադրվում է Homodeus պրոմոկոդը նշելով։ Եթե որոշել եք ձեր բիզնեսը բարձրացնել նոր մակարդակի, ապա զանգահարեք նշված հեռախոսահամարով։ Իսկ ո՞րն է կիսաբաց լուսամուտների կուլիսներում տեղի ունեցած ամենազավեշտալի պատմությունը, որը առաջինն է գալիս ձեր մտքին, երբ փորձում եք հիշել։ Ես կուլիսներին
շատ ծանոթ չեմ եղել դուք այսինքն հերոստադիտողը ինչպես որ տեսել է առաջին րոպեից իմ հանդիպումը հյուրի հետ ինքը տեսագրության ժամանակ էլ նույն կերպ եղել այսինքն ես կուլիսներում չեմ տեսել շատ հաճախ այդ հյուրերին որովհետև ուղղակի բացատրեմ ոչ թե ես ուղղակի նկարվել եմ ու դուրս եմ եկել ինքը հերոստատեսային process-ը կազմակերպված էր այսպես թիմը մտնում էր իր պատրաստած թողարկումով նկարահանման ես այնտեղ էի այդ նույն թիմը արդեն ճանապարհում էր հյուրերին մյուս թիմը գալիս էր հաջորդ թողարկումը ու մենք տենց նկարում էինք 7-ից 9 թողարկում մի օրվա ընթացքում 7-ից 9 թողարկում մեկ օրվա ընթացքում այո քանի ժամ էիք աշխատում նկարահանումները սկսվում էր ժամը 9-ին եւ հաճախ ավարտվում էր 12-ից հետո հաց ուտում էիք արանքները ինչ որ հասցնում էի ջուր խմել հագուստ փոխվել դրա համար եմ ասում դա շատ մեծ թիմային աշխատանք հա հիմա մի քիչ քաշ եմ հավաքել իսա բացը հետա պետք նորմալ բանի եկել քաշի եկել այն ժամանակ դա քրքիրով ինքը շատ ծանր ֆիզիկական հիմա իհարկե չգիտեմ կան աշխատանքներ, որոնց հետ համեմատ ինքը ծանր ֆիզիկական աշխատանք չի, բայց հերոստատեսության մեջ որպես ժանր ինքը շատ ծանր ֆիզիկական եւ հոգեբանական աշխատանք է։ Հավատացեք, ես բոլոր փուլերը ունեցել եմ եւ դեպրեսիայի։ Հա, եւ երբ մարդկանց չեմ տեսել, դա հատկապես եղել է պապայիս կորցնելուց հետո, 3 օր հետո ես ստիպված եմ եղել վերադառնալու կադր իմ համար ամենաթանկ մարդկանցից մեկին կորցնելուց, որը առաջին հարվածն ա եղել երևի այդ կորցնելու շարքի տատիկս մամայի կողմից, որ մինչև հիմա ես տատիկիս արտահայտություններով եմ ապրում, ինչպես տատս կասեր, շատ հաճախ եմ ես այդ օգտագործում, որովհետև իմ համար տատին կոնկրետ շատ մեծ արժեք ա եղել։ Այսինքն ամենօրյա եթերում ոչ մեկ չգիտի քո ներսում ինչ ա կատարվում, քո անձնական կյանքում ինչ ա կատարվում, որքան ես դու ուրախ, որքան ես դու տխուր, իրանք ես տեսնում են այդ երեկոյան 45 րոպեները ու դու պարտավոր ես այդ 45 րոպեն մարդկանց տալու այն ինչին իրենք սովոր են։ Հետ նայելով այդ ամենին ու հիշելով ինչի միջով եք անցել, էլի, ես ուղղակի պատկերացնում, երբ ես երկու podcast եմ նկարում ու ոնց եմ հոգնած գնում տուն։ Ու ձեզ եմ պատկերացնում 9-ից մինչև երեկոյան 12-ը ու պլյուս դրան ոչ թե podcast-ի պես խոսում եք ինչ որ հաճելի թեմաներից կամ հետաքրքիր թեմաների շուրջ խորանում, այլ դուք ստիպված անընդհատ գտնվում եք նեգատիվ քննարկումների, թեմաների ու շատ ժամանակ աբսուրդի մեջ, երբ ուղղակի պարզապես չկարողանալով ընկալել այդ ամենը պրոստը սկսում եք իգնոր անել, ոնց եք դիմանում։ Ինչ որ կետ հոգեբաներ աշխատում անընդհատ։ Ինչ որ կետ եկա, որ ես հասկացա, որ այն մասնագիտական հնարքները, որոնք քեզ տանում են մինչև այդ կետը, այլևս չեն բավականացնում։ Ես գնացի ուսումը շարունակելու գիտությունների ազգային ակադեմիայում երկրորդ մասնագիտություն ձեռք բերելով հոգեբանությունը։ Դա նոր շարժ տվեց ինձ եւ ես փորձում էի պարզապես աշխատանքս անել բժշկի նման հնարավորինս կողքից փորձելով նայել իրավիճակին դա ոչ միշտ էր ստացվում բայց փորձել եմ իսկ նորից կանցնեիք դրա միջով այս շրջանում չէ որովհետեւ նորից եմ ասում հանգամանքներով պայմանավորված իր ներկայությունը եթերում անիմաստ է Բավականացնում է մեզ ճիշտ մեզ բավականացնում է անելիք չունի կիսաբաց լուսամուտները ներկա պահին այսօր շատ ավելի ճանաչված դեմքեր են զբաղվում դրանով որպեսզի մեր կյանքում չպակասի կարևորը կա չի բացակայում այո դուք ուղակի բան եք տվել էլի դիրիժորն եք եղել այդ ամենի սկիզբը տվել եք հավատացեք նույնիսկ դիրիժորը չեմ եղել ինձ թվում է դիրիժորը միշտ եղել է մարդը ով որ գլխավոր հերոսն է եղել թողարկման ես ուղակի մասնակից եմ եղել այդտեղ որը կապողողակն է եղել փորձագետների ու իդեպ որևէ մեկին որևէ կերպ չէր ասվում ինչ կերպ արձագանքել այո մենք խոսում էինք դրա մատուցման ձևից
որի մասին քիչ առաջ խոսում էի, որ դա պիտի լինի մաքսիմալ հասկանալի, բայց փորձագետներից յուրաքանչյուրը ազատ է եղել իր կարծիքն արտահայտելու, շատ դեպքերում դա մեր հատկապես իմ կարծիքի հետ չի համընկել, բայց խոսքի ազատությունը եւ դեմոկրատիան դրա մեջ է, երբ որ մենք կարող ենք գտնվել նույն հարթության մեջ, վրա իրար հարգելով, բայց լսելով ու պարտադիր չի, որ մենք իրար կարծիք ընդունենք։ Շատ հետաքրքիր է, որ այդ շրջանում տպավորություն էր, որ էքսպերտները նախորդ գիտեին այդ ամենի մասին, այդ պատմություններին ծանոթ էին եւ պատրաստված էին նստած այնտեղ։ Այսինքն իրենք չեն իմացել ինչի մասին է եղել այդ հյուրը, տեղում են իմանում, տեղում են ծանոթանում պատմությանը, թե մի ինչ որ փոքրիկ ծանոթություն լինում է մինչև։ Իրանք մոտավորապես լրագրողներից, թեմայի պատասխանատուներից լսում էին ինչի մասին է խոսքը, այսինքն մոտավորապես բնականաբար օրինակ, եթե իրավաբան կա հրավիրված, նրան նախորդ տալիս էին իրավաբանական փաթեթը փաստաթղթերի ծանոթանալու համար։ Դրանք շատ հաճախ լինում էին օրեր առաջ, որովհետև քանակը կարող է լինել, դա չէր կարելի անել եթերից առաջ, այսինքն նյութերին նախապատրաստվելու մասնագիտական նյութերը ուղարկվում էր բնականաբար, բայց շատ հաճախ այն էմոցիաները եւ այն բացահայտումները, որ տեղի էր ունենում միայն տաղավարում, ես էլ տեղյակ չեմ եղել դրանցից եւ այո աշխատանքային process-ում եղել է, այնպես էր արված, որ ես էլ եմ շատ հաճախ տեսնում էկրաններին կամ լսում հեռախոսազանգերը, ես երբեք նախորոք չեմ իմացել։ Գիտեմ օրինակ խոսելու է գյուղապետը, որտեվ թղթիս վրա գրված էին զուտ անուն ազգանուններ, այդտեղ սցենար չի եղել են տվյալներ որոշակի, հյուրի անուն, ազգանուն, տարիք, որոշակի մարդկանց պաշտոններ, որոնք ներգրաված են թողարկման մեջ, այդքանը մեր սցենար ասվածը եղել է դա եւ ոչ ավելին։ Չի եղել, այսինքն ինչ-որ մի բան, որ պարտադիր ինչ-որ ուղղությամբ պիտի տարվի հաղորդումը, որպեսզի դահլիճ մտնի անվտանգություն, որովհետև դա էր միշտ հայտնվում եթերի ամենաբանում, առաջին էջերում բոլորը դա էին տարածում, որ տեսեք անվտանգություն մտավ, ուզում էր ծեծեր եւ այլն, այսինքն դուք հատուկ չէիք բերում դրան։ Հիմա ես կբացատրեմ, դուք մատնանշում եք սոցիալական հարթակներում մեծ տարածում ունեցող թողարկումները։ Մենք ունեցել ենք ամսական 20-ից 23 թողարկում, որոնցից լավագույն դեպքում 2-ը կամ 3-ն են եղել նման թողարկումներ, որոնք մեծ արձագանք են ստացել հենց այդ միջադեպերի պատճառով, եւ մնացած 20-ը որտեղ եղել են ուղղակի մարդկային ճակատագրեր, դժբախտ պատմություններ, որտեղ եղել են բազում խնդիրների մասին պատմող թողարկումներ, մանկապղծության, որին որևէ մեկը ուշադրություն չէր դարձնում, եղել են բազում դեպքեր, որ մենք խոսում էինք ու ոստիկանությունը պարտավոր էր արձագանքելու, չարձագանքեց եւ եղան ցավոք սրտի դժբախտ ավարտով թողարկումներ, որտեղ իմ անելիքը սահմանափակվում է, որտեվ օրենքով ես այլևս ոչինչ չունեմ անելու։ Եթե դուք իմ թողարկման ժամանակ հայտարարում եք, որ ձեր զոքանչին պատրաստվում եք սպանել եւ որովհետեւ նա թույլ չի տալիս շփվելու ձեր երեխայի հետ, իսկ ես այդ րոպեին ասում եմ ոստիկանությանը սա ընդունեք որպես հաղորդագրություն ու ոստիկանությունը դրան արձագանք չի տալիս, ես եմ մեղավոր, որ դուք գնաք ձեր զոքանչին ու ես զուտ օրինակ չեմ բերում, ես խոսում եմ դեպքի մասին։ Ես եմ մեղավոր, երբ որ հանրային գրանտակեր կառույցները մեր հեռուստաալիքի դիմաց, որտեվ դեպքը տեղի էր ունեցել կացինով, գոռում էին կացին հրաչ։ Եվ ես էլի լուռ եմ եղել այդ ամբողջ ընթացքում։ Որտեղ է եղել իմ մեղավորությունը, ես ուզում եմ ինձ բացատրեն, ինձանից հասնում էր լսել այդ պատմությունը բոլոր այն տեղերում, որտեղ ես պարտավոր էի օրենքի ներկայացուցիչներին ուղղություն տալու, հաղորդագրություն տալու, ես դա արել եմ եթերում, մենք դա արել ենք դա պաշտոնապես, ուղարկել ենք նամակները, որ դրան ընթացք չի տվել, ինչ կարող էի ես անել։ Իսկ նամակներն եք ուղարկել, որպեսզի հաղորդումներ կա, որպեսզի դրանով գործ բացվի։ Որովհետև տեսագրությունները շատ հաճախ տեղի էին ունենում ամիսներ առաջ եւ մինչեւ թողարկումը եթեր գնալը կարող էր դա տեղի ունենալ։ Եթե դա տեղի է ունեցել մեր տաղավարում, մեր հետ աշխատել է իրավաբանական մեծ թիմ եւ մենք արել ենք ամեն ինչ օրենքի շրջանակներում A-ից մինչեւ F։
Ուй, այս ինչ ծանր թեմայի հասանք։ Մեզ 10 րոպե է մնացել, մենք պետքա Դե եկեք խոսանք լավ բաներից։ Լավ բաներից։ Լավ, սա տեսակ ինչքան ասելու բան կա։ Տեսակ որ ցեզ իրոք դեռ շատ տեղեր պետք է հրավիրեն ու դուք դեռ ասելու շատ բաներ։ Ես համոզված եմ, սա ընդհանրապես շատ փոքր տոկոսն է։ Բայց ամեն դեպքում ասելիք շատ ունեք։ Նորից եմ ասում, որ ամբողջ թեման եւ իմ հակասությունը դրա հետ, որ մարդկանց թվում է, երբ որ ես իմ տեսակետն եմ ասում, ես արդարանում եմ։ Ես չեմ կարծում, որ արդարանալու որևէ անհրաժեշտություն ունեմ եւ սա էլ իմ խոսելը բացառիկ է, պատկերացրեք պարզապես, որ Շնորհակալ եմ։ Ստացվեց այդպես, որ ես որոշեցի խոսել ձեր հետ այդ մասին։ Շնորհակալ եմ, ինձ համար դա մեծ պատիվ է ու Ես եմ շնորհակալ։ Վերջին 2 կծողական հարց էի պատրաստել, բայց այդ հարցերը հիմա չեմ ուզում տամ հրաշքան։ Լավ, եկեք ի վերջո անդրադառնանք այդ հարցերին, բայց շատ բանով բարի տոնով փորձեք։ Ես այստեղ շատ հյուրեր եմ ունենում գիտության ոլորտից եւ մենք բարբերաբար քննարկում ենք նաեւ միստիկայի ու իրականության սահմանները։ Բյուրո համար 6-ը ուսումնասիրելով իմ մոտ ամբողջությամբ տպավորություն է ստեղծվում, որ այնտեղ բեմադրված է։ Ի վերջո ինձ մոտ գայթակղություն էր առաջանում ձեզ այսօր հարցնել Բյուրո համար 6-ը սարքած էր, թե իրական։ Բյուրո համար 6-ի շրջանակներում ես եղել եմ հեռուստատեսային պրոդյուսերը։ Հեռուստատեսային պրոդյուսերը եւ համապրոդյուսերը տարբեր պարտականություններ ունեն։ Կոնտենտի բովանդակության առումով կոնկրետ Բյուրո 6-ի մեջ ես որևէ ներգրավվածություն չեմ ունեցել։ Ես ներգրաված եմ եղել դրա հեռուստատեսային պրոդուկտի արտադրմամբ։ Ձեր հարցին չեմ կարող պատասխանել։ Իսկ այն պատմությունները մարդիկ, որոնք օրինակ պատմում են իրենց սպանությունների, դժբախտ պատահարների իրենց հետ, ես օրինակը դիտեցի հաղորդումներից մեկը, որը սպանության մասին, որտեղ 56 դանակի հարվածով սպանին մի կնոջ, ու այնտեղ էքսպերտներ եկած ու մի հատ N անունով գուշակ կար, որը անկեղծ շփիտը դեմքին, այս տղամարդու դեմքին է նայում, ասում է իրան վրեժից չեն սպանում, ժպտում է այդ տղու դեմքին ու ես նայում եմ սենց աբսուրդի հասնող զարմանքով, որ ինչ է կատարվում ու մի բան մնաց, ասի երևի լավ, էսի լուրջ չի, իրականում այդ տղու բարեկամին չեն սպանում, երևի սա շոու է, հանուն շոուի, բայց արդյոք այդ պատմությունները իրական էին։ Ցավոք սրտի։ Այսինքն տեսեք, մենք միշտ գնահատում ենք աշխարհը այն կետից, որտեղից մենք հնարավորություն ունենք նայելու, դրան էլ գումարած մեր մտավոր կարողությունները։ Ես միշտ շատ վերապահումով եմ մոտենում ցանկացած բան քննադատելուն, որովհետև ես երբեք դիմացինի կոշիկները չեմ հագել, ես չգիտեմ ոնց այդ ճանապարհը անցնելու process-ը եղել, բայց որ դա կա, վստահ կարող եմ ասել, որ դա կա եւ կան մարդիկ, որոնք օժտված են այդ տվյալներով ու թե ձեր մատնանշած մարդը ինչի է կոնկրետ կադրում, կոնկրետ կերպ իրան պահել, դա իրեն ուղղված հարց է։ Բայց այդ մարդկանց ժպիտը մի կողմ դնենք, այդ մարդկանց հույս տալը, անձնական ձեր կարծիքն եմ ուղղակի ուզում իմանալ, ոչ թե հեռուստատեսային պրոյեկտում ներգրաված մարդ։ Պատկերացնենք դուք ընդհանրապես այդ պրոյեկտում չեք եղել։ Նման պրոյեկտ անելը իմանալով, որ այն էքսպերտները, որոնք իրենց ներկայացնում որպես էքստրասենս, պրոստը այդ բանին տեղում հորինում են ինչ-որ բաներ կամ նախորդ ինչ-որ տված տեղեկությունների հիման վրա ինչ-որ եզրակացություններ են անում։ Կանեիք տենց հաղորդում հիմա իմանալով, որ այդ մարդիկ Դուք հավատում եք բոլոր մարդկանց ձեր շրջապատում, ովքեր ասում են, որ դուք լավ մարդ եք եւ ձեզանից լավը չկա։ Ստում են մեծ մասը, ուղղակի իրենց ինչ-որ բան է պետք։ Դուք հավատում եք բոլորին։ Ոչ։ Նույն տարբերակը ունեն մարդիկ, ովքեր շփվում են այդ մարդկանց հետ։ Ես հասկանում եմ որտեղից եք դուք գալիս եւ ուր եք գնում, նորից եմ կրկնում։ Եթե ես ու դու հայտնվել ենք այս սեղանի շուրջ, դուք կարող եք մի բան ասել, ես ձեզ կլսեմ, բայց կընդունեմ թե ոչ դա իմ անձնական որոշումն է։ Նույնն էլ հակառակ դեպքում դուք ուզում եք տպավորությունա, որ դուք ուզում եք անտեսանելի բարոյական սահմանների պաշտպանը լինեք, որոնք ըստ իս գոյություն ցավոք սրտի չունեն, որովհետև մենք դրա կարողը չէ, ոչ թե դրա կարողը չենք, այլ մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ դու չես կարող ստերիլիզացնես ամեն ինչ եւ դրանք ամեն ինչ գոյություն ունենալով է, որ մենք այս իրավիճակում ենք։ Յուրաքանչյուր ոդքասթ որակյալ ու երկարատև լինելու համար կարիք ունի ֆինանսավորման, քանի որ
Այնինչ դուք տեսնում եք էկրանից այն կողմ, կատարվում է մեծ թիմի աշխատանքի արդյունքում։ Homo Deus-ին աջակցելու համար կարող եք անցնել նշված QR կոդով եւ դառնալ մեր ոդքասթի աջակիցը ու ստանալ մի շարք առավելություններ։ Մասնավորապես հնարավորություն եք ստանում դիտել օգտակար ու հետաքրքիր կոնտենտ, որը տեղ չի գտնում YouTube-ում եւ որոնք մենք տեղադրում ենք հատուկ մեր Patreon-ի բաժանորդների համար։ Եվ իհարկե այլ առավելություններ նույնպես, օրինակ հաջորդ հյուրին ընտրել կամ ունենալ հանդիպում մեր ոդքասթի հյուրերի հետ առանձին ավելի անմիջական մթնոլորտում։ Շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, որոնք արդեն աջակցում են մեզ։ Ես կուզեի վերջում ինչ որ դրական նոտայի վրա ավարտել։ Կա արդյոք Ցանկալի է ժամանակի։ Հա, մեզ ուղղակի շատ քիչ ժամանակ, 3 րոպե է մնացել ընդամենը։ Կա արդյոք որևէ սպասվող նախագիծ կամ որևէ սպասվող նոր բան հաղորդում ձեր կողմից, որը մեզ կուրախացնի կամ անակնկալ կմատուցի, ինչու՞ չէ։ Ես հուսով եմ, որ դա ձեզ կուրախացնի, ոչ թե կտխրեցնի այն բոլոր նախագծերը, որոնք Դե բյուրո չլինի։ Դա ձեր քիմքին համապատասխան չի, բայց հա, ես դրա թվերը տեսել եք, թե սարսափելի մեծ էին ու ես կոմենտներն էի կարդում, որ մարդիկ գրում են, «Էս աղջկա համարը գտեք, գնանք օգնություն խնդրենք» եւ մենք ոնց որ ես արդեն իմ անձնական կարծիքն եմ դնում ոնց որ հաղորդման մեջ, որը սխալ է։ Երևի թողնենք այսպես այս թեման։ Նորից եմ ասում, բյուրո եւ 6-րդ զգայարան նախագծերում կադրից դուրս եղել են մարդիկ, որոնք հստակ ունակություններ ունեն, եւ ես կարող եմ վստահեցնել։ Դա հոգեբաններ միակ մարդը։ Ոչ։ Իսկ հաղորդման հետ կապված ինչ որ նորություն։ Ես ունեմ մի քանի առաջարկ այս պահին, որոնց շուրջ մտածում եմ, զուտ իմ ժամանակի եւ հետաքրքրությամբ պայմանավորված։ Ենթադրում եմ դրանցից ինչ որ մեկին ասելու եմ այո, բայց թե որ մեկն է լինելու այս պահին հստակ պատասխան դրան չունեմ։ YouTube թե հեռուստատեսություն։ Հեռուստատեսություն։ Ի վերջո հետ է գալիս հեռուստատեսություն։ Ես չեմ էլ գնացել հեռուստատեսությունից։ Այս բան բաց թեման գնում է հեռուստատեսությամբ։ Աթիվիով, այո։ Հա, ես մենակ YouTube-ով եմ նայել ուղակի։ Դա տեսեք, հիմա արդեն որոշակի տարիքի մարդիկ տարբեր սարքերով են նայում։ Տարբեր տարիքային խմբեր եւ մենք եւ YouTube-ում ենք միշտ իդեպ առաջին YouTube-յան մեծ ալիքներից մեկն է որպես հեռուստա հաղորդում եղել, ոչ թե որպես հեռուստա ընկերության YouTube-յան ալիք։ Մենք ունենք 500,000 հետևորդ YouTube-ում։ Հրաչ Մուրադյան ալիքը գմփցնում է ինտերնետում, ես նայել եմ, գրում եմ Հրաչ Մուրադյան, ձեր հարցազրույցները չի բերում, պրոստը մի 3-ից 5 րոպե անընդհատ սենց եմ անում, որպեսզի ինչ որ մի բան բերի ուրիշ ալիքներից, այնքան շատ է ձեր էջից։ Ես սկսել եմ YouTube-ին ուշադրություն դարձնել այն ժամանակ, երբ մարդիկ դեռ չէին հասկանում, որ դա շատ լուրջ աշխատանքային գործիք է եւ դա 14 տարի առաջ էր։ Եվ ես ձեզ մաղթում եմ մեծ եկամուտներ, շուտով ապրիլից միանում է մոնետիզացիան եւ ձեր ալիքը իրոք իր արժանի եկամուտները կապահովի ու դրանից մենակ ուրախ կլինեմ։ Շնորհակալ եմ Դավիթ ջան։ Ես շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Նմանապես։ Всё, merci։ Ձեզ 2 րոպե։ Հուսով եմ ձեզ հետաքրքիր էր, մեզ էլ այդքան զանզրալի չէր։ Հա։ Ես մաքսիմալ անկեղծ եմ փորձել լինել։ Ես ուսամ ձեզ չնեղացրեցի այն վերջին հարցերով, բյուրոյի հետ կապված, որ Բացարձակ ինչ ես նեղանամ դրանից։